Ընտրություններին ձեր շանսերը ինչպես է գնահատում, արդյոք դուք կկարողանաք հաղթահարել թե անցողիկ շեմը եւ թե հաղթահարել կապա 50+1% կձևավորեք թե ոչ։ Ես չեմ կարծում այսօր այդ օրն է որ զուտ քաղաքական հարցեր պատասխանենք եւ ես համարում եմ որ այսօրը պետք է լինի նվիրական օր, խորհրդանշական օր իրապես ոգեկուչելու համար մեր ամեղ զոհերի հիշատակը եւ դասերը արձանագրելու բազմաթիվ առիթներ կլինեն Վահե ջան եւ կան ես հրապարակային բացեմ այսօր այդ օրը չէ ներողություն Պարոն Թաթոյան դուք Սերժ Սարգսյանը աջակցում է ձեզ Սերժ Սարգսյանը աջակցում է ձեզ ուղիղ տեքստով չեք ուզում այս Միտված հայտարարություններ են Նիկոլ Փաշինյանը բայց ես էի սկսել նշելով որ դեռ պիտի հասկանան հա ցեղասպանությունը գիտեք ուրացումը նրա արածները այսօր ցեղասպանության միջազգային հանցագործության ժխտողության բաղադրիչներն են դա ուղիղ ցեղասպանությունը ուրանալու ժխտելու որը միջազգայինորեն արգելված է գիտեք նրա այս քաղաքականությունը ինչ է նշանակում աշխարհում բոլորի նկատմամբ ոչ մեկի նկատմամբ չի կարելի ցեղասպանություն բացի հայերից սա է ստացվելու աշխարհում ոչ մեկի նկատմամբ չի կարելի հանցագործություն կատարել բացի հայերից աշխարհում ոչ մեկի նկատմամբ մարդկության դեմ ուղղված կամ այլ հանցագործություններ չեն կարող էլի բացի հայերից այսինքն մենք միայն այն մարդիկ ենք որ ասում են բանը մի հատ էլ տերմին է մտածել մենք մեր յուղով տապակվենք այնա դու քո յուղով տապակվում ես Ադրբեջանի ու Թուրքիայի համար շահերը սպասարկելով մենք ասում ենք մենք հայ ժողովուրդ ենք ուժեղ ժողովուրդ ենք մենք մեր պատմության մեջ բազմաթիվ նվաճումներ ունենք եւ շարունակելու ենք ու մենք որևէ բանից չի կարող որևէ մեկին մեզ վախեցնել դուք որ գաք կարող է պատերազմ լինել տեսեք ես ասել եմ հատուկ իմ ուղերձներից մեկում ով խոսում է ես կամ պատերազմ խոսույթով ուղղակի վաճառում է մեր ինքնիշխանությունը եւ այս իշխանության մնալու դեպքում այս քաղաքականությունը պատերազմի տանող ուղիղ դուք որ գաք իշխանության ոչ մեզ աջակցում է մեր թիմը մենք մեր թիմով ենք այստեղ միշտ էլ այդպես է մենք ինքնուրույն ենք եւ այս մեր քաղաքական ուղերձները այն ինչ որ անում ենք մեր գործունեությունը ամբողջը ինքնուրույն իսկ ով է ֆինանսավորում այդ դեպքում այս հարցերի համար ես խոստանում հիմա որ բացենք ով է ֆինանսավորում որտեղ Միքայել Միրասյանի անունն են ասում Արթուր Սողոմոնյանի Սերժ Սարգսյանի Արթուր Սողոմոնյանն ով է իրականում լսեք ասեմ Ժողովուրդ ջան եկեք մնանք այս թեմայի շրջանակում դրա հետ կապված բազմաթիվ առիթներ կան ես հրապարակային այնինչ ասում ենք ճիշտ է այդտենց միլիոնավոր դոլարներ դժվար հավաքում դրա մասին խոսենք Պարոն Թաթոյան դուք որ Արցախում թվերը քննարկենք Ժողովուրդ ջան մեր թիմակիցները պատասխանել են ձեր հարցը բաց թափանցիկ պատասխանել են այս թեմայի մեջ ենք մնում այսօր Պարոն Թաթոյան կներեք Դուք որ գաք իշխան Պարոն Թաթոյան ներողություն դուք որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն եք զբաղեցնում այդ ժամանակահատվածում քաղբանտարկյալներ եղել են թե չէ մնում ենք այս թեմայի մեջ խնդրում եմ մնում ենք այս թեմայի մեջ դրա մասին բազմաթիվ առիթներ ես անընդհատ ասուլիսներ եմ տալիս հարցազրույցներ եմ տալիս օրը երբ է այս օրից բացի ցանկացած